Սիրելի հավատացյալներ, նախ փառք Աստծո, որ այսօր էլ հնարավորություն ունեցանք, կարողություն ունեցանք, առողջություն ունեցանք գալ եւ միասին աղոթելու Կիրակնորյա Սուրբ Պատարագին։ Ավետարանի մեջ շատ հետաքրքիր մի դրվագ է պատկերված, որը նաև հարցեր է առաջացնում, բայց նաև հետաքրքիր մի բան է մեզ բացատրում։ Հետևյալն է, որ Քրիստոս երբ որ Երուսաղեմում էր, նրան մոտենում են փարիսեցիները եւ օրենսգետները, դրանք այն ժամանակվա հրեաների մեջ որոշ չափով կրթված մարդիկ էին։ Եվ նրանց հարցնում է, ասում է Հովանես մկրտչի մկրտությունը Աստծուց էր, թե մարդկանցից։ Եվ այդ ժամանակ արդեն այս օրենսգետները խառնվում են, որովհետև իրենք մարդկանց ասում էին, չեն քարոզում, որ Հովանես մկրտիչը Աստծո կողմից էր, հետևաբար վախեցան ասել, որ Աստծուց է, որովհետև Քրիստոս էր ասել, բայց ինչի չեք հավատում, եթե Աստծուց է, չէ՞։ Իսկ մարդկանց մի շատ մեծ հատված մկրտվել էր եւ հավատում էր Հովանես մկրտչին։ Եվ չեն կարող ասել, որ մարդկանցից է, որովհետև այդ ժամանակ էլ այն մյուս մարդիկ պետք է խառնվեին, եւ նրանք չպատասխանեցին Քրիստոսին։ Եվ Քրիստոսը ասեց. «Քանի որ չեք պատասխանում ինձ, ես էլ ձեզ չեմ պատասխանում»։ Այստեղ շատ կարևոր է խոսքը, որ Քրիստոս պատասխանում է նրանց, բայց պատասխան չի տալիս։ Այսինքն, մենք բոլորս էլ լավ գիտենք, եւ բոլորս էլ եթե ոչ ամբողջ մեր կյանքի ընթացքում, ապա գոնե որոշ դեպքերում միշտ զգում ենք Աստծո ներկայությունը մեր կողքին, բայց Աստծո ներկայությունը զգալով մենք ոչ մի անգամ կամ շատ անգամ այնպես չենք ապրում, ինչպես որ Աստված կուզեր, որ մենք ապրենք։ Մարդկային հարաբերության մեջ Աստծո խոսքը կարող է լինել շատ երկու ձևի, կարող է լինել դիպուկ, այն ինչ որ մենք ենք ուզում լսել, հասկանալ, իմանալ, նա մեզ կասի, եթե մենք նրա հանդեպ անկեղծ լինենք, դա մեր աղոթքներն են։ Եթե մենք անկեղծ ենք աղոթում, ապա այդ աղոթքը եւ լսվում է, եւ պատասխան է։ Իսկ եթե մենք ուղղակի ծնկի ենք գալիս, որպեսզի տեսնեն մյուսները, որ մենք ծնկի ենք գալիս եկեղեցում, եթե մենք ուղղակի կանգնում ենք սրբապատկերի կամ մոմի առջև եւ ինչ որ աղոթք ենք արտասանում, բայց մեր մտքերում բոլորովին այլ բան է, դա արդեն կլինի այդ փարիսեցիների պահվածքը, որ ինչ որ մի բան անում ենք, իտես, բայց ներսից ամեն ինչ փուչ է։ Ինչ որ մի խոսքեր ենք ասում, որոնց նաեւ չենք էլ հավատում։ Հետևաբար սիրելիներ, եղեք անկեղծ ոչ միայն ձեր եւ Աստված հարաբերությունների մեջ։ Մենք բոլորս էլ այդ Աստծո ստեղծածներն ենք։ Հետևաբար պետք է մենք հավատալով Աստծուն պետք է հավատանք, որ ձեր կողքինը, մյուսի կողքինը այդ Աստծո ստեղծածն է, ձեր հավատացած Աստծո ստեղծածն է։ Եվ իր հետ էլ պետք է լինեք անկեղծ։ Երբ որ ինչ-որ բան խոսում եք, պատմում եք, գործում եք, չգիտեմ, հարցնում եք, անկեղծությունը թե մարդ Աստծո հարաբերության եւ թե մարդ հարաբերության մեջ ամենակարևորը։ Լինենք անկեղծ մեկս մյուսի հանդեպ, չխաբենք, չստորացնենք, չփորենք, ինչպես ասում են, չէ՞ ժողովուրդը, մեկս մյուսի տակ։ Հետևաբար երևի թե այդ ժամանակ մի փոքր ձեւով արդեն կխաղաղվի եւ մեր շուրջը եւ նաեւ մեր հոգիներից ներս։ Օրհնյալ եղերուք իշնորհացել փոքրույն երթայքի խաղաղություն եւ Տեր մեր Հիսուս Քրիստոս եղեցին ձեզ ընտանեկանությունս։ Ամեն։